Գլխավոր դատախազությունը իրավական գնահատական տալու նպատակով սկսել է ուսումնասիրել զինված ուժերի պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը Մեղրիի զորամասում ներթափանցման փորձի, ինչպես նաև թշնամու ուղղությամբ չկրակելու հրահանգի վերաբերյալ, ինչը պաշտպանության նախարարությունը հերքել է։ Գերատեսչության մամուլի խոսնակը զինվորականի հայտարարությունը գնահատել է որպես ոչ միայն ապատեղեկատվություն, այլև տեղեկատվական գրոհի հերթական ձախողված փորձ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել arczepiskopos Աջապահյանին տեղափոխել են բժշկական կենտրոն անցնելու անհրաժեշտ հետազոտությունները, ինչպես պաշտպանական թիմը միջնորդել էր։ Հիշեցնենք, ավելի վաղ Սրբազան հոր փաստաբանները հայտարարել էին, որ նրա առողջական վիճակը վատ թարացել է եւ քննարկվում է անգամ վիրահատական միջամտության հարցը։ Մինչև այս պահը Արցախից բռնի տեղահանված 26233 անձ է ստացել Հայաստանի քաղաքացիություն, մեծամասամբ չափահասներ, եւս 6696-ը դիմել է քաղաքացիության համար, փաստաթղթերը մշակման փուլում են։ Խորհրդարանում հայտարարել է աշխատանքի ու սոցհարցերի փոխնախարարը, տեղեկացնելով նաեւ, թե հասարակական քննարկումներում շրջանառվող թեզը, որ որոշ բռնատեղահանվածների քաղաքացիության դիմումները մերժվել են, չի համապատասխանում իրականությանը։ Գերատեսչությունն այդպիսի ահազանգ չի ստացել։ Օգոստոսի 19-ից սկսած Երևանի հանրային տրանսպորտում չվճարելու համար քաղաքապետարանի հսկիչները կազմել են 1370 վարչական արձանագրություն։ Կառույցից տեղեկանում ենք, որ հասարակական կարգի պահպանման ծառայությունը ստուգայցերը շարունակում է։ Ըստ համայնքի ղեկավարի, մայրաքաղաքի բնակիչները հսկողությունը խստացնելու ակնկալիք ունեն։ Տիգրան Ավինյանը նաև տեղեկացրել է, որ ահազանգերի համաձայն տրանսպորտում հիմնականում չեն վճարում երիտասարդները։ Պարույր Սևակի տուն-թանգարանից տեղեկացնում են, որ ամփոփել են ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Ընդգծում են, հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով 79.9 եւ 20.1% հարաբերակցությամբ որոշվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել Պարույր Սևակ անլրելի Զանգակատուն քանդակը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։